Որքան վառելիք է գալիս այս պահին Հայաստան-Ադրբեջանից, որ ընկերություններն են գնել այդ վառելիքը։ Ընկերությունների մասով կարծես թե նույն ընկերություններն են ինչ-որ նախորդ, վառելիքը գալիս է մի քանի հազար տոննա գալիս է, նորությունն է, որ միայն այսպես կոչված պրեմիում չի գալիս, այլ նաև ռեգուլյար է գալիս եւ դիզել է գալիս ու ելի նախնական գնահատականներով շուկայականից էական մինչեւ 80 դրամ էժանալին։ Իսկ երբ կհասնի Հայաստան։ Մոտակա օրերին եկեք սենց անենք, էլի դա չպետք է լինի սենսացիա։ Այսինքն, այսպես սենսացիան առաջինն է լինում։ Ինքը երկրորդ, երրորդն էլ կլինի, 5-ն էլ կլինի, 15-ն էլ կլինի, ինքը արդեն բանի մեջ է։ Ես նույնիսկ անկեղծ ասեմ, ես այլևս այդ process-ով չեմ զբաղվելու, որովհետև ինքը ռելսերի վրա ընկած է, ոնց որ չեմ զբաղվում, չգիտեմ, որևէ բիզնես, երբ որ Չինաստանից ինչ-որ բան ա բերում, էլի, այսինքն այդ ինքը արդեն ռելսի վրա ընկած է եւ կգնա։ Պարոն, իսկ կրկին թրեյդինգային ընկերությունից է գնվել թե այլ ընկերությունից տեղեկությունները։ Մեխանիզմը որքան գիտեմ նույն տրամաբանությամբ ոնց որ նախորդն է եղել։ Պարոն Պապյան, իսկ ինչպես են ընտրվում այն ընկերությունները, որոնք պիտի համագործակցեն ադրբեջանական այդ կազմակերպությունը։ Այսինքն դուք առաջարկում եք իրենց կամ բոլորին գուցե դուք առաջարկել եք իրենք են համաձայնել թե հենց այդ ընկերություններն եք ընտրել, որովհետև հայտնի է, որ այդ ընկերություններից մեկը պատկանում է ԿՊԱ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին, մյուսը փոխկապակցված է Սամվել Ալեքսանյանի ընտանիքի հետ։ Ես որևէ մեկին չեմ ընտրել, որևէ մեկի ընտրելու հնարավորություն չունեմ եւ փառք Աստծո որ դա այդպես է եւ եթե ընտրելու լինեի բոլորին կընտրեի։ Գործընթացը ինչպես է սկսելու։ Դա ողակի հետաքրքիր, որտեղ առաջին պետք է մյուսներն էլ գնան բանակցեն կամ իրենց մատակարարների հետ կամ այդ նույն ընկերության հետ, որպեսզի կարողանան էժան ուրեմն բենզին բերեն, որի շահողը մեր քաղաքացիներն են, որովհետև նախորդը ըստ էության մի քանի օրում սպառվեց, վաճառվեց ամբողջությամբ, այսինքն այդ բենզինի պահանջարկը շատ մեծ կա։ Այսինքն կառավարությունից առաջարկ չի եղել այդ ընկերություններին։ Ինչպես այլ այդ սկիզբն է հետաքրքիր, ինչպես ա եղել, որովհետև առաջին անգամ է դա եղել, հետաքրքիր այդ սկզբի հատվածը, ինչպես է կազմակերպվել։ Ես կարծում եմ, որ առաջի հերթին իրանք կազմակերպություններն իրար հետ երևի թե խոսեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։